Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի падգամավորներ, հարգելի քաղաքացիներ, լրագրողներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է ազգային ժողով եւ հրապարակված է ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Քրեական վարույթի համաձայն հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Ստացված տվյալների համաձայն օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում եւ քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։ Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 23 թվականի դեկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեում քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437 հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի նոյեմբերի 27-ին հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին հայտնելով, որ 2021 թվականին մաս ընդհանուր 23,000 դոլար եւ 300,000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին իր օգտին գործողություններ կատարելու։ Այն է։ Հիմա այդ անջատված մասով կուզենայի մի փոքր բացատրել ինչու։ Նշեմ նաև, որ մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն եւ ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։ Շնորհակալություն, այսքանը։